Բարձր սերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 3-ն է։ Երեկ մենք շատ հետաքրքիր քննարկում ունեցանք, թե ինչ նշանակեց Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը, այսինքն այդ հայտարարություններից մենք ինչ հասկացանք։ Կարծում եմ հետաքրքիր եւ լավ կարեւոր վերլուծություն ստացվեց։ Արանքում թեթև կարողացա անդրադառնալ, թե ինչ հայտարարություն է արել փոխվարչապետ Ռուսաստանի Օվերչուկը, Ալեքսեյ Օվերչուկը, բայց կարծում եմ հիմա պետք է ավելի մանրամասն անդրադառնալ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարություններին, քանի որ ես ավելի լավ ուսումնասիրեցի եւ համոզվեցի, որ դրանք աննախադեպ սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ Հայաստանի նկատմամբ եւ ավելի լավ տեսանելի են դարձնում Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Իրենք ավելի մանրամասն խոսում են իրենց շահերից, թե ինչ է տեղի ունենում նաև հիմա Հայաստանում, ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչպես է Ռուսաստանը փաստացի վերաբերվում TRIP ծրագրին։ Այսինքն այս գնահատականը TRIP ծրագրի վերաբերյալ մենք ստանում ենք առաջին անգամ։ Ես նախկինում չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունը այդքան կոնկրետ եւ այդքան լուրջ խոսեր TRIP ծրագրից, փորձելով ներկայացնել, թե կոնկրետ ինչու է TRIP ծրագիրը հակասում իր ազգային ու պետական շահերին եւ ընդհանրապես դա ինչ է նշանակում Ռուսաստանի համար, քանի որ իրենք հիշատակեցին Թուրքմենչայի պայմանագիրը եւ ասում են, որ 1800 թվականների սկզբից ի վեր սա ամենալուրջ եւ մեծ փոփոխությունն է Ռուսաստանի Դաշնության համար տարածաշրջանում։ Սկսում ենք մեր հաղորդումը, անպայման կոչ եմ անում բոլորին լայքել, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ինչպես նաև կխնդրեի գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Սկսենք նրանից, որ երեք մամուլ ասուլիսի ժամանակ մենք հետաքրքիր մանրամասների տեղեկացանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից իր Մոսկվա այցի վերաբերյալ։ Ապրիլի 1-ի այդ այցը իրոք շատ կարևոր էր Հայաստանի համար, հայկական կողմի համար, եւ մենք հիմա ավելի լավ ու մանրամասն հասկանում ենք, որ հիմնական հարցը վերաբերվում էր երկաթուղիներին, հայկական երկաթուղիներին, որը որ հիմա կառավարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա չէ, այսինքն բավականին երկար տարիներ է Ռուսաստանի Դաշնության ձեռքերում է եւ հիմա կարիք է առաջացել, որպեսզի այլևս Ռուսաստանը չկառավարի հայկական երկաթուղային ցանցերը, քանի որ թե TRIP ծրագրով եւ թե այլ միջազգային կարևոր ծրագրերով, երբ որ Հայաստանը դառնա տրանզիտ երկիր, ապա ոչ ոք չի ուզենա միանշանակ աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ, եւ եթե Ռուսաստանի Դաշնության ձեռքերում են մնում հայկական երթուղիները, ապա TRIP ծրագիրը շատ այդքան արդյունավետ չի դառնա, ինչքան որ կարող է դառնալ այն ժամանակ, եթե հայկական երկաթուղիները չպատկանեն Ռուսաստանի Դաշնությանը։ Հիմնականում պատժամիջոցների հարց է։ Այստեղ էլ հետաքրքիր պատասխան է այս հարցին տալիս Օվերչուկը, հասկանանք մի քիչ հետո դրա մասին, բայց Փաշինյանը փաստացի հաստատեց այն, որ հիմնական թեման Վլադիմիր Պուտինի հետ քննարկման հենց այդ հարցն է եղել։ Չնայած որ Զախարովան ասում էր, որ մենք նման հարց չենք քննարկում, բայց Զախարովային ով է հարցնում, թե ինչ է խոսելու Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ։ Եթե Փաշինյանը այդ թեման, այդ հարցը բարձրացնում է Վլադիմիր Պուտինի մոտ, ոչ ոք չի կարող, չէ՞, Փաշինյանի բերանը փակել, ասել, որ չէ, այս հարցը մի բարձրացրու։ Եվ երբ որ այս հարցը փաստացի Փաշինյանը բարձրացրել է Վլադիմիր Պուտինի առջև, նա հստակ բացատրել է նրան, որ խնդիրը ոչ թե ռուսական ներկայության մեջ է եւ ոչ թե սա կոնկրետ հակառուսական ինչ որ դրսևորում է Հայաստանի կողմից, այլ մեր նպատակը, հայկական կողմի նպատակը այն է, որպիսի TRIP ծրագրի իրականացումով եւ ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ժամանակ Հայաստանը խնդրի չբախվի, քանի որ Եվրամիությունը միանշանակ չի ցանկանա օգտվել այդ երթուղիներից, այդ երկաթգծից, քանի որ Ռուսաստանի հետ մենք գիտենք թե ինչ հարաբերությունների մեջ է։ Ես փորձեցի շատ պարզ
բացատրել, ինչ է ասում Փաշինյանը, ասում է, որ քննարկումը տեղի ունեցել, պայմանավորվածությունները ձեռք բերվել, որ քննարկումը պետք է շարունակվի։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը իր այցը Ռուսաստանի Դաշնություն գնահատել է շատ հաճող։ Նրա խոսքերով մենք օրակարգի բոլոր ուղղություններով ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, մշակույթից սկսած մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Ճիշտ ասած, չգիտեմ, թե ինչ ռազմատեխնիկական համագործակցության մասին է խոսքը, կարող է գեղեցիկ հայտարարություններ են, ուղղակի գեղեցիկ հարցեր են բարձրաձայնվել, բայց կոնկրետ որևիցե բան դրանց տակը չկա։ Իմ պատկերացումն եմ ես ասում, հնարավոր է սխալվում եմ, բայց ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ եղել է։ Եվ մեկ կարևոր հարցի նույնպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ հաշվի առնելով նրա օրակարգը ուզենար էլ չէր կարողանալ մանրամասների մեջ մտնել, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, երբ որ նա ասաց, որ երբ որ Պուտինը ասաց, թե լավ կլինի ռուսական անձնագրող մարդիկ բանտերում չլինեն, գործարարներ, նրանց բացի խոսեց նրանց ընտրությունների մասնակցելու հնարավորությունների մասին, Փաշինյանը ասում է, որ Պուտինը ուզենար էլ մանրամասների մեջ չէր կարող մտնել, այսինքն նա մանրամասներին չէր տիրապետում եւ դրա համար ինքը ստիպված եղավ Վլադիմիր Պուտինին ծանոթացնել այդ բոլոր մանրամասներին։ Այստեղ բնականաբար կարելի է մասամբ համաձայնվել Փաշինյանի հետ, որ Պուտինը ամենայն հավանականությամբ մանրամասների ոչ էլ տիրապետում էր։ Տնային կալանք ունի Սամվել Կարապետյանը, թե չէ Հայաստանի եւ Ռուսաստանի երկխաղացիություն ունեցող անձը կամ այլ երկրի հետ նաեւ երկխաղացիություն ունեցող անձը կարող է մասնակցել ընտրություններին, ընտրվել падգամավոր կամ լինել վարչապետի տեխնացու, թե չէ։ Բնական է, կարող է այս ամենի մասին Վլադիմիր Պուտինը չիմանար, բայց կարծում եմ, եթե նույնիսկ իմանար, այդ հարցը իր համար շատ մեծ կարևորություն ուներ, դրա համար ինքը այդ հարցը բարձրաձայնեց, քանի որ մենք հիմա տեսնում ենք, որ հստակ Ռուսաստանի Դաշնությունը սկսում է աջակցել Սամվել Կարապետյանին անթաքույց, նույնիսկ Վլադիմիր Պուտինի մակարդակով։ Վերջում ընդհանուր առմամբ իրենք կաջակցեն Ռոբերտ Քոչարյանին, թե Սամվել Կարապետյանին, մեծ հաշվով իրենց համար շատ դժվար չէ հետո կողմնորոշվել կամ իրենց երկաթյա դիրքորոշումը հայտնել վերջում այդ ուժերին։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք, թե ինչ սպառնալիքներ է հնչեցրել Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսաստանի փոխվարչապետը, ընդհանուր առմամբ ինչ մտքեր է նա արտահայտել եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար։ Մենք նաեւ կտեսնենք արդեն կոնկրետ գործողություններ եւ օրինակ անպայման կբերեմ կոնկրետ գործողությունները, որից որ սկսվում է։ Միջայլոց ասեմ, հիմա էլ ասեմ, հետո էլ կրկին կասեմ, երբ որ պահը գա, այսինքն այդ հարցից խոսենք, կոնկրետ գազի գների բարձրացման հարց նույնպես դրվում է Ռուսաստանի կողմից եւ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այս նախընտրական շրջանում։ Ուրեմն Ալեքսեյ Օվերչուկը ասում է այն, որ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը, որը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստվում են դրան, ինչպես նաև ակնհայտ են նման զարգացումների երկարաժամկետ ծանր հետևանքները։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստվում են դրան, ինչպես նաև ակնհայտ են նման զարգացման երկարաժամկետ ծանր հետևանքները, ասել է Օվերչուկը։ Շարունակելով իր խոսքը նա ասել է, որ Ռուսաստանի բոլոր հարևանները, նույնիսկ Եվրամիության անդամները, հետաքրքրված են ռուսական երկաթուղիների օգտագործումով, ռուսական երկաթուղիների հետ համագործակցությունով, եւ միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակությունը։ Ինչու է սա ասում Օվերչուկը, քիչ առաջ էլ ասեցի, Հայաստանի Հանրապետությունը շատ հստակ ձևով ներկայացրել է, որ խնդիրը միջազգային պատժամիջոցներն են եւ այն, որ եվրոպացիները եւ ոչ միայն եվրոպացիները, հավանաբար նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ցանկանում օգտվել ռուսական երկաթուղիների վերահսկողության տակ գտնվող հայկական երկաթուղիներից։ Հիմա Օվերչուկը դրա համար է ասում, որ նույնիսկ Եվրամիության անդամ երկրները հարցականի չեն դնում այդ համագործակցությունը ռուսական երկաթուղիների հետ եւ շահագրգռված են համագործակցել իրենց երկաթուղիների հետ։ Այսինքն ասում է, որ դուք այդ հարցը, որ բարձրաձայնում եք,
եւ ուզում եք Ռուսաստանի ձեռքից վերցնել հայկական երկաթուղիները, դա եվրոպացիների պահանջով չի պայմանավորված։ Իբր դրան դեմ չէ Եվրամիությունը։ Դրանից բացի Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի դուրս մղումը բանակցային գործընթացից, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից շատ մեծ սխալ է իր խոսքերով։ Փաստացի մենք տեսնում ենք, որ Պուտինը ուրիշ բան է ասում, իսկ Օվերչուկը ուրիշ բան է։ Այսինքն Օվերչուկի ասածը հիմա ավելի շատ է համապատասխանում Ռուսաստանի իրական քաղաքականությանը եւ թե ինչպես է Ռուսաստանը տեսնում այն ամենը, ինչ կատարվում է հարավային Կովկասում։ Նրա խոսքերով Թրամփի ուղի նախագծի համաձայնագրի ստորագրումը իրականում խախտել է հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը։ Ռուսաստանի Դաշնության հիմնական եւ ամենաճշգրիտ գնահատականը իրենց տեսանկյունից կարևոր է շեշտել, հենց սա է, որ իրենք արդեն տվին կոնկրետ քաղաքական գնահատական, որ այն խախտում է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Նրա խոսքերով խնդիրը նրանում է, որ սա ավելի գլոբալ մեծ process-ներ է սկսում հարավային Կովկասում, ավելի մեծ process-ների մեկնարկ է տալիս հարավային Կովկասում եւ այն փաստացի փլուզում է այն բալանսը, որը որ ձևավորվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով։ Հույսով եմ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը, ընդհանրապես Ռուսաստանի ներկայության մասին է նաև խոսքը։ Ռուսաստանի Դաշնությունը տեսնում է, որ ահա TRIP ծրագրով իր ներկայությունը կասկածի տակ է դրվում, իր ներկայությունը հարավային Կովկասում։ Փաստացի մենք երբ որ խոսում ենք, թե իրենք կոնֆլիկտի միջոցով են ղեկավարում մեր տարածաշրջանը, հարավային Կովկասը, պետք է որ մշտական կոնֆլիկտ լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Իրանի հետ լարվածություն, դա էլ է իրենց ծրագրերի մեջ փաստացի մտնում։ Վրաստանի հետ լարվածությունը իրենց, որ գրավել են Աբխազիան ու Օսեթիան, գիտեք այդ մասին, այսինքն հիմա արդեն իրենք զգում են, որ կարող է այնպես ստացվել, որ իրենք դուրս մղվեն տարածաշրջանից եւ այդ կոնֆլիկտներով ղեկավարելու իրենց քաղաքականությունը այլևս կարող է չաշխատել։ Ճիշտ է, փոքր այլ ձև է ներկայացնում Օվերչուկը, բայց եթե մենք բացում ենք, այլ ձև չես կարող բանալ այս հայտարարությունները, երբ որ մենք բացում ենք, տեսնում ենք, թե ինչու է նա հիշատակում Թուրքմենչայի պայմանագիրը 1828 թվական։ Ու նա կրկին կրկնում է վերջում, որ ասում է մեծ սխալ էր, որ առանց Ռուսաստանի Դաշնության բանակցություններ են վարվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ փաստացի տարածաշրջանային կոմունիկացիաները ապա շրջափակվում են առանց Ռուսաստանի մասնակցության։ Բանակցություններին բնականաբար, քանի որ Ռուսաստանը այլ կերպ արդեն մասնակցում է, շատ լավ էլ Ադրբեջանի տարածքով բեռները փոխադրում Հայաստան, ինչի մասին Իմիջայլոց խոսում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, փորձելով հասկացնել Պուտինին, որ դա նաեւ Ռուսաստանի շահերից պետք է որ բխի, բայց Օվերչուկի հայտարարությունից մենք տեսնում ենք իրենց մոտեցումը եւ իրենց քաղաքականությունը։ Եվ վերջում փորձում է սպառնալ նաեւ ինչ որ միտեղ Օվերչուկը, այսինքն երբ որ խոսում է TRIP-ից, նա ասում է, որ փորձագետների կարծիքով չինական եւ ռուսական բեռները հավանաբար կտեղափոխվեն Իրանով, այլ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող հայկական տարածքներով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող հայկական տարածքներով, այսինքն Հայաստանի այդ տարածքները վերահսկում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ընդունում է։ Օվերչուկը դա ընդունում է, ինչը բնականաբար շատ լավ է, բայց այստեղ ասում է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը այդ գծով չեն օգտվի։ Եվ նա ավելացնում է, որ ինչը նշանակում է, որ հայկական բեռնափոխադրումների մեծ մասը հավանաբար ընդհանրապես չի մտնի Հայաստան։ Սա իր մեջ սպառնալիք է պարունակում, ասելով, որ այդ TRIP ծրագիրը ոչ ոքին պետք չէ, մենք չենք օգտվի այդ ծրագրով, Հայաստանը դրանից ավելի շատ կորուստ կունենա, քանի որ դրա պատճառով մենք այլևս չենք օգտվի Հայաստանի տարածքով։ Կարծես թե հիմա ինչ որ մեծ բեռնափոխադրումներ իրականացվում էին, հիմա դա էլ չի իրականացվելու։ Եվ հիմա մենք տեսնում ենք արդեն կոնկրետ գործողություններ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Երեք մենք նաև հայտարարություն ստացանք Ռոսսելխոսնadzորի ղեկավար Սերգեյ Դանկվետի կողմից այն մասին, որ Հայաստանը բավարար չափով չի վերահսկում ներմուծվող կարանտինային ապրանքներ, այդ թվում Ռուսաստան։
Նրա խոսքերով կարանտինային շատ ապրանքներ ենք հայտնաբերել եւ ստիպված ենք միջոցներ ձեռնարկել։ Այսինքն, արդեն կոնկրետ գործողությունների են անցնում ռուսները եւ ես Օվերչուկի հայտարարությունից հետո այս Ռոսխոզնadzorի ղեկավարի հայտարարությունից հետո սպասում եմ, որ ավելի շատ ու շատ բաների մենք ականատես լինենք այս երկու ամիսների ընթացքում, կարող են ընդհանրապես փորձեն արգելել հայկական ապրանքների մուտքը Ռուսաստանի Դաշնություն խոչընդոտեն ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի կապը եւ առևտուրը, սա չեմ ասում վախեցնելու համար, ուղղակի պատրաստ լինեն, քանի որ նման բան կարող է տեղի ունենալ։ Ամենայն հավանականությամբ տեղի կունենա կամաց կսկսեն սահմանափակումներ մտցնել, որպեսզի մաքսիմալ ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա, Հայաստանի ժողովրդի վրա մինչև ընտրությունները եւ կրկին հիշեցնեմ գազի գների մասին Պուտինի խոսքը, այսինքն գազը նույնպես որպես հիմա զենք է բանեցվելու Հայաստանի նկատմամբ, թե էներգետիկ, թե տնտեսական պատժամիջոցները, լծակները Ռուսաստանը միանշանակ սկսելու է օգտագործել ընդդեմ Հայաստանի եւ սա եւս հիբրիդային սպառնալիքների մաս է կազմում։ Օվերչուկի կարծիքով դեռ չեն ավարտել խոսել Օվերչուկի հայտարարություններից Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Թրամփի երթուղին կարևոր է նրանով, որ իրենք կարողանան ճանապարհ ունենալ մինչև Միջին Ասիայի երկրներ հազվագյուտ մետաղներին հասանելիություն ունենալու համար, ինչպես նաև տարբեր միներալների հասանելիություն ունենալու համար։ Իսկ Ադրբեջանի համար Օվերչուկի խոսքերով դա Զանգեզուրի ծրագիրն է, Զանգեզուրի միջանցքն է, որը որ կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Ու այստեղ ինքը փորձում է արդարացնել, ավելի գեղեցիկ խոսել Ադրբեջանի մասով, կարծես ասելով այն, որ մեզ հասկանալի է, թե ինչու համար է Ադրբեջանը այդպես վարվում, Ադրբեջան դիրքորոշումը իրենց համար ավելի ընդունելի է, քան Հայաստանինը։ Հայաստանի դիրքորոշումը իբր հակասում է Հայաստանի շահերին, դա արվում է միայն ու միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի համար, բայց Ադրբեջանի համար լրիվ այլ նշանակություն ունի այդ ճանապարհը։ Այսինքն Ադրբեջանի հետ իրենք չեն հակադրվում, ռուսները որ ասում են, կիշկա տանկա։ Եվ վերջում կարևոր է նշել, որ Օվերչուկը ասում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ընդհանուր առևտրի ծավալները նվազել են 5.1 միլիարդ դոլարով, սա 2025 թվականի տվյալներն են, եւ սա տեղի ունենում Եվրամիության եւ Հայաստանի միջև մերձեցման պատճառով, քանի որ Հայաստանը ուղղություն է վերցրել դեպի Եվրամիություն, ի տարբերություն 2024 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11.5 միլիարդ դոլար։ Այսինքն ուզում է ասել, որ մեծ տնտեսական կորուստներ է կրում Եվրամիության հետ մերձենալու պատճառով։ Այսքանը Օվերչուկի հայտարարություններից եւ ուղղակի կարճ մեկ բան ասեմ։ Ես երբ որ ընթերցում եմ Օվերչուկի հայտարարությունները լինի կամ մեկ ուրիշն է, փորձում եմ նաեւ մեկնաբանել։ Այդ վերջում կարող եմ ուղղակի ամփոփելով ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը ավելի մանրամասն հիմա մեզ բոլորիս ներկայացնում է իր արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի մասով, հատկապես Հայաստանի Հանրապետության։ Հավաքել են իմի են բերել իրենց արտաքին քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ եւ այսպես հավաքված համահունչ ձևով ես չէի տեսել վերջին ամիսների ընթացքում, որ Ռուսաստանը ներկայացներ իր քաղաքականությունը, քաղաքական շահերի պատկերացումը Հայաստանի Հարավային Կովկասի մասով։ Ու իմ համոզմամբ, կրկին ասեմ, Ռուսաստանի Դաշնությունը հիմա այս երկու ամիսների ընթացքում կարող է կոնկրետ տնտեսական եւ էներգետիկ պատժամիջոցներ նույնպես սահմանի Հայաստանի նկատմամբ, փորձի խնդիրներ ստեղծել հայկական բիզնեսի համար Ռուսաստանի Դաշնությունում եւ շատ ու շատ էլի բաներ, որոնք որ այս պայմանությամբ ուղղակի իմ մտքով չի անցնում, այսինքն հիբրիդային պատերազմը կարելի ասել, որ ապրիլի 1-ից մեկնարկել է, դրա մեկնարկը հստակ տրվեց, որ ավելի սաստկանա եւ ավելի լայնածավալ դառնա այդ հիբրիդային պատերազմը։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխնախագահը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման վերաբերյալ։ Նրա խոսքերով շատ մեծ աշխատանքներ են տարվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, նաեւ քայլեր են ձեռնարկում, որպեսզի երկաթուղիները գործարկվեն, էլեկտրոնային վիզաների հարցն է լուծվում, փորձում են անի կամուրջը վերականգնել։ Դրանից բացի նրա խոսքերով ամենակոնկրետ արդյունքը կլինի հայ-ադրբեջանական կարգավորման եւ հայ-թուրքական կարգավորման այն, որ ցամաքային սահմանը նույնպես կբացվի։ Եվ այս պահի դրությամբ այդ ամենի համար նաեւ տարվում են տեխնիկական աշխատանքներ։ Հիմա մի քանի խոսքով խոսենք Իրանից, քանի որ բավականին երկար հաղորդում ստացվեց, փորձեմ շատ կարճ ասել, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Թրամփը կրկին խոսել է Իրանին քարեդար ուղարկելու մասին, ասել է, որ մենք հիմա կամուրջներից ենք սկսել, բայց գիտեք, ամենամեծ կառուցվող կամրջին են հարվածել երեք Իրանում եւ ասում է, որ իրենց հիմա մենք կարող է քարեդար ուղարկենք հարված հասցնելով էներգետիկ համակարգին։ Աբբաս Արաքչին ի պատասխան Թրամփին ասել է, որ կա նկատելի մեծ տարբերություն ներկայիս եւ նախկին քարեդարերի միջև։ Այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արդյունահանում չկար։ Այսինքն ասում է Աբբաս Արաքչին, որ մենք կոչնչացնենք բոլոր գազային եւ նավթային օբյեկտները, բոլոր։ Եվ վերջում Աբբաս Արաքչին ասում է, որ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նրա իշխանության բերած ամերիկացիները եւ նրան իշխանության բերած ամերիկացիները վստահ են, որ ցանկանում են ժամանակը հետ շրջել։ Սա կոնկրետ սպառնալիք է բոլոր երկրներին, Մերձավոր Արևելքի բոլոր նավթ եւ գազ արտահանող երկրներին, որ եթե դուք հարված հասցնեք մեր էներգետիկ համակարգին, ապա մենք էլ հարված կհասցնենք ամբողջ տարածաշրջանի էներգետիկ համակարգին։ Չգիտեմ, Ադրբեջանը եւս մտնում է այդ ցուցակի մեջ, թե չէ, բայց հնարավոր է։ Դրանից բացի իրանական գլխավոր շտաբի ներկայացուցիչը արդեն երևի ղեկավարել չեն, քանի որ շատ արագ սպանում է Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այդ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը մինչև վերջ, մինչև հաղթանակ եւ մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կապիտուլյացիա շարունակելու է այս ռազմական գործողությունը եւ իր խոսքերով պատերազմը կշարունակվի մինչև նրանց պարտություն։ Էմանուել Մակրոնի խոսքերով Ֆրանսիայի նախագահի Հորմուզի նեղուցը ուժով բացելը անիրատեսական է, այն պետք է բացվի, բայց միայն Իրանի հետ համակարգված։ Էմանուել Մակրոնի խոսքերով աշխարհը չի կարող ապրել մի նեղուցով, որը որ կարող է բաց կամ փակ լինել, եւ որը որ կարող է բացվել եւ փակվել մեկ գիշերվա ընթացքում։ Իսկ թե ինչ կա կոնկրետ ռազմական գործողություններից, պետք է նշենք, որ երեք Իրանը լուրջ հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող Ամազոնի տվյալային կենտրոնների վրա։ Ամազոնը շատ մեծ տվյալային կենտրոններ ունի ամբողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որոնք որ համարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Եվ ոչ միայն Ամազոնի տվյալային կենտրոնների վրա է հարձակվել երեք Իրանը, այլ նաև շատ ուրիշ մեծ ընկերությունների տվյալային կենտրոնների վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապ ունեցող։ Սա նաև խնդիր է այն առումով, որ վաղը մյուս օրը նաև Հայաստանում են լինելու այդպիսի տվյալային կենտրոններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց մինչև այդ ժամանակ համոզված եմ այս պատերազմը պետք է որ ավարտվի։ Դրանից բացի Իրանը տեղեկացնում է, որ իբր իրենց հաջողվել է խոցել հերթական F-35 ինքնաթիռը։ Իրենք ասում են, որ մի քանի F-35 ինքնաթիռներ կարողացել են խոցել, բայց դերևս չեն կարողանում նորմալ ձևով ապացուցել։ Ինչ որ բեկորներ են ցուցադրում իրանցիները, բայց չեմ կարծում, որ դրանք ինքնաթիռի բեկորներ են, ավելի շատ նման են անօդաչու թռչող սարքի բեկորների։ Մի քիչ դժվար է իրականում խոցել F-35-ը, հաստատված պահ այս պահի դրությամբ, որ աշխարհում խոցվել F-35 չկա, վնասելու առումով կա, իրանցիները իրոք շաբաթներ առաջ կարողացել էին վնասել F-35 ինքնաթիռը, որը որ կարողացել էր վայրէջք կատարել Իրաքի տարածքում, բայց որ կարողացել են խոցել, երևս այդպիսի տեղեկություններ չունենք։ Այս պայմանությամբ
Այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։